Դուրս արի Գայանե, այլևս չեմ հանդուրժի քո սուտը այս տանը։ Քույրս ճչաց, ամուր բռնելով ճամպրուկի բռնակից, որից ողորմելիորեն դուրս էր ցցված իմ լավագույն մետաքսես գեստի եզրը։ Ինչ ես անում, Անուշ։ Հարազատ արյունը ցրտին դուրս ես գցում։ Իմ ճնշումն էլ, լսվեց դռամբախյունը, աստիճանավանդակում հնչյունով արձագանքելով։ Սողաց փականը։ Մյուս կողմում մնաց կինը, ում ես 40 տարի համարում էի ամենամոտ մարդը։ Բանաստեղծական լռություն եւ դատարկություն բղծված բնակարանում։ Ձեռքերս դողում էին, բայց կրծքիս մեջ սովորական վախի փոխարեն տարածվում էր սառցե հանգստություն։ Ամեն ինչ ավարտվեց։ Վերջապես արեցի այն, ինչին չէի համարձակվում երկար 3 շաբաթ։ Բարև ձեզ, սիրելիներս։ Ես Անուշ եմ, 72 տարեկան եմ, ապրում եմ սովորական պանելային տանը։ Թոշակիս վրա չեմ բողոքում, բայց ավելուրդ բանել չունեմ։ Միշտ մտածել եմ, որ ընտանիքը ամրոց է, որտեղ քեզ միշտ կհասկանան եւ կպաշտպանեն։ Պարզվեց ամենասուր դանակները մեջքիդ խրում են հենց նրանք, ում վերջին կտոր հացը տվել ես։ Իմ պատմությունը այն մասին է, թե ինչպես հարազատ քույրս Գայանեն մեկ շաբաթով ինձ մոտ եկած լինելով գրեթե զրկեց ինձ տանից եւ հավատից դեպի մարդիկ։ Ուզում եմ պատմել ամեն ինչ առանց թաքցնելու, հերթով, որpիսի դուք սիրելիներս չկրկնեք իմ սխալները։ Հաճախ կանայք մենք մինչև վերջ ենք տանում, վախելում ենք վիրավորել, տանից սկանդալ հանել, իսկ այդ ընթացքում մեր պարանոցին օձիք են գցում։ Խնդրում եմ գրեք մեկնաբանություններում, որ քաղաքից եք, քանի տարեկան եք, արդյոք հանդիպել եք, որ հարազատները ձեր պարանոցին են նստում եւ սկսում պայմաններ թելադրել ձեր իսկ տանը։ Ինձ շատ կարեւոր է իմանալ, որ մենակ չեմ հանդիպել այդպիսի դավաճանության։ Կարդում եմ ձեր յուրաքանչյուր արձագանքը։ Դրանք ուժ են տալիս ինձ շարունակելու ապրել։ Որպեսզի հասկանաք, թե ինչպես եմ հասել նրան, որ քրոջս դռնից դուրս եմ շպրտել, պետք է վերադառնալ 40 տարի առաջ։ Ամեն ինչ սկսվել է մեր մանկությունից, գյուղում, երբ առաջին անգամ որոշեցի, որ պարտավոր եմ միշտ եւ ամեն ինչում նրան զիջել։ Մեր մանկությունը անցել է փոքրիկ գյուղում, Ախուրիկում, որը թաքնված էր անտառների եւ անվերջ դաշտերի մեջ։ Ապրում էինք աղքատ, ինչպես բոլորը հետպատերազմյան տարիներին, բայց մայրիկն ու հայրիկը փորձում էին, որ մեզ, Անուշիս եւ Գայանեիս, միշտ թեյի հետ ինչ-որ քաղցր բան լիներ։ Ես քրոջսից 5 տարով մեծ էի։ Մայրիկը ֆերմա գնալուց առաջ, լուսաբացից առաջ, միշտ ականջիս մեջ շշնջում էր. «Անուշիկ, դու մեծ ես, հսկիր Գայանեին, նա թույլ է, պահպանիր նրան»։ Այս խոսքերը մաշկիս տակ էին մտել, դարձել իմ կյանքի կարգախոսը երկար տասնամյակների ընթացքում։ Գայանեն իսկապես հիվանդոտ էր մեծանում, բարակ, ինչպես քամու տակ կանգնած կեչի։ Նրան միշտ տրվում էին լավագույն կտորները, ամենափափուկ բարձը եւ ազատում ծանր աշխատանքից պարտեզում։ Մինչ ես ծանր դույլերով ջուր էի տանում եւ անվերջ կարտոֆիլի ցանքեր էի մշակում, քույրիկս հին խնձորեն ու ստվերում գրքով էր նստում։ Նրա սիրտը խառնում է, հառաչում էր տատիկը, եւ ես հնազանդորեն երկրորդ դույլն էի վերցնում, առանց աղմուկ բարձրացնելու։ Ամենավառ դեպքը, որը ընդմիշտ կապեց ինձ նրա հետ զոհաբերական նվիրվածության զգացումով, տեղի ունեցավ իմ դպրոցն ավարտելու տարում։ Ամբողջ ամառը աշխատել եմ դաշտում, մեջքս չեմ ուղղել, որպեսզի կուտակեմ իմ երազանքի վրա։ Լաքապատ կոշիկներ, փոքրիկ կրունկով։ Մեր գյուղի խանութում դրանք ինձ թվում էին իսկական նրբագեղության գագաթնակետ։ Եվ ահա, երբ ցանկալի գումարը հավաքվեց եւ կոշիկների տուփն արդեն կանգնած էր իմ անկողնու տակ, պատահեց անսպասելին։ Գայանեին հրավիրել էին շրջանային տոնին։ Նա պետք է երգեր բեմից, բայց հագնելու ոչինչ չուներ։ Հին սանդալները փլուզվել էին, մատները դուրս էին ցցվում։ Քույրս ամբողջ գիշեր լաց էր լինում բարձի մեջ։ «Անուշ, բոլորը ինձ վրա են նայելու, իսկ ես ինչպես ծաղրածու ամբողջ շրջանում կհայտնվեմ», ասաց նա։ Իմ սիրտը սեղմվեց խղճից։ Նայեցի իմ նոր փայլուն կոշիկներին, հետո նրա արցունքոտ դեմքին։ Գլխումս անմիջապես հնչեց մայրիկի պատվիրանը. «Պահպանիր Գայանեին»։ Առավոտյան լուր տուփը նրան տվեցի։ Իմ ավարտական երեկոյին գնացի հին կտավե տապակներով, որոնք արատորեն սպիտակեցրել էի կավիչով, որպեսզի սպիտակ թվային։ Բայց երբ տեսա, թե ինչպես է Գայանեն փայլում բեմում իմ կոշիկներով, ինչպես է պտտվում եւ ծիծաղում, ես իսկապես երջանիկ էի զգում։ Ինձ թվում էր, թե սա է քրոջ սիրո բարձրագույն ձևը, ամեն ինչ տալ, որպեսզի մոտիկին լավ լինի։ Այն ժամանակ դեռ չէի հասկանում, որ սեփական ձեռքերով եմ մեծացնում մարդու, ով կսովորի վերցնել, առանց նույնիսկ շնորհակալություն ասելու։ Գայանեի համար իմ զոհաբերությունները դարձան ինչ-որ ինքնըստինքյան բան, ինչպես օդը կամ արևի լույսը։ Նա ընդունում էր դրանք թեթև ժպիտով, կարծես այդպես էլ պետք է լիներ, իսկ ես պարզապես ուրախ էի լինել պետքեգողը։ Այս միստ փրկողի դերը դարձավ իմ թակարդը։ Հավատում էի, որ եթե բարի եւ հասկացող լինեմ, ապա նա էլ դժվար պահին ուսս կտա։ Որքան դառը սխալվեցի մտածելով, որ բարությունը պատասխան շնորհակալություն է ծնում։ Այն տարիներին գյուղը մեզ թվում էր ամբողջ աշխարհը։ Միասին վազում էինք գետը, մեկ խնձորը կիսում էինք երկուսիս, եւ ես պատրաստ էի նրան ծածկել ցանկացած վտանգից։
Հիշում եմ, թե ինչպես նա ծանր հիվանդացավ կոկորդի բորբոքումով, եւ ես երիկ գիշեր չքնեցի, նրա ճակատին սառը կոմպրեսներ փոխելով։ «Անուշ, մի գնա, վախենում եմ», շշնջում էր նա չոր շուրթերով, եւ ես նստում էի կողքին, նրա ձեռքը գուրգուրում էի, զգալով, որ մենք մեկ ամբողջություն ենք։ Ով գիտեր, որ 45 տարի անց այդ ձեռքը թղթեր կստորագրի, ինձ սեփական տանից զրկելու համար։ Տարիները անցան, մենք մեծացանք։ Ես Գյումրիում, ամուսնացա պարզ ու հուսալի Վահեի հետ, աշխատում էի հաշվապահությունում տեղի գործարանում։ Գայանեն հենց մեծահասակ դառնալուն սպասելով թռավ Երևան։ Նա միշտ համարում էր իրեն ստեղծված ավելի մեծ բանի համար, քան պարտեզներն ու գավառի փոշոտ փողոցները։ Հազվադեպ էր գալիս, միշտ վառ հագուստներով, թանկատեսակ անելիքի բույրով, եւ նայում էր իմ համեստ կյանքին թեթևակի խղճահարությամբ, բայց ես չէի վիրավորվում։ Թող քրոջս մոտ ամեն ինչ լավ լինի։ Առաջին լուրջ ազդանշանը հնչեց մոտ 15 տարի առաջ։ Այն ժամանակ մենք ամուսնուս հետ նոր էինք սկսել գումար կուտակել հին մեքենան փոխելու համար։ Ամեն կոպեկը հաշտվում էինք, շատ բանից մեզ զրկում էինք, երազելով, որ գարնանը նոր լադայով կգնանք լիճ։ Եվ հանկարծ կայծակի պես Գայանեի զանգը։ Խողովակի ձայնը դողում էր, ընդհատվում լացով։ «Անուշիկ, սիրելիս, միայն քեզ վրա է հույսս, վատ բան է պատահել, ուղակի կախվելու ցանկություն ունեմ»։ Պարզվեց Գայանեն որոշել էր բիզնես անել, բացել էր նորաձև հագուստի փոքր բաժին, բայց գործը չէր գնում։ Վարձակալության պարտքեր էին կուտակվել, եւ իբր լուրջ մարդիկ էին սպառնում։ Գումարը, որ նա ասաց, գրեթե կոպեկ առ կոպեկ համընկնում էր մեր կուտակացի հետ՝ 250,000 դրամ։ Այն ժամանակ դա հսկայական գումար էր մեր ընտանիքի համար։ Վահեն լսելով խնդրանքը մռայլվեց։ Երկար լուր նայում էր պատուհանից դուրս, մեր հին դղրտացող մեքենային։ «Անուշ, այդ գումարը 2 տարի էինք հավաքում, նա չի վերադարձնի, դու քո քրոջը գիտես»։ Բայց ես համառում էի։ Աչքիս առաջ կրկին կանգնում էր մանկության թույլ աղջիկը։ Ինչպես կարող եմ հանգիստ քնել, իմանալով, որ հարազատ մարդու հետ այդպիսի խնդիրներ կան։ Համոզեցի ամուսնուս, խոստանալով, որ Գայանեն անպայման կվերադարձնի առաջին շահույթով։ Նույն օրը գումարը փոխանցեցինք։ Անցավ ամիս, հետո երկրորդը։ Գայանեն դադարեց հեռախոսը վերցնել։ Իսկ երբ վերջապես կապվեցի, նրա տոնը կտրուկ փոխվեց։ Ձայնում այլևս արդյունք չկար, միայն գրգռվածություն։ «Օ, Յանուշ, ինչու ես ինձ անընդհատ անհանգստացնում։ Շահույթ դեռ չկա, միայն վնասներ, հենց որ լինի անմիջապես»։ Եվս մեկ շաբաթ անց նրա ընկերուհու էջում սոցցանցերում տեսա լուսանկարներ։ Իմ քույրը, ով խեղդվում էր պարտքերի մեջ, նստած էր շքեղ ռեստորանում, նոր նորկայի շուբով։ Սեղանին կանգնած էր թանգինի, Գայանեն ուրախ ծիծաղում էր, ցուցադրելով նոր ոսկեական ջուղեր։ Ծանրություն ընկավ ուսերիս, երբ նայում էի այդ լուսանկարներին։ Կրծքիս մեջ ինչ-որ բան սեղմվեց, հասկանալով, որ պարզապես օգտագործվել եմ։ Երբ համարձակվեցի հարցնել այդ գնումների մասին, Գայանեն նույնիսկ չշփոթվեց։ Նրա ձայնը դարձավ մեղրագույն, բայց դրա մեջ հստակ լսվում էր թույնը։ «Անուշիկ, դու ավագն ես, պետք է հասկանաս։ Ինձ պետք է պահպանել կարգավիճակը, որպեսզի բիզնեսը հարգեն։ Հանդիպում են հագուստով, իսկ գումարը մենք հո հարազատներ ենք։ Միթե քեզ ափսոս է քույրիկիդ համար թղթերի կտորները։ Դու ամեն ինչ ունես, ամուսին, բնակարան, պարտեզ։ Այդ 250,000-ը չի փչացնի կյանքը, իսկ ինձ կարգավիճակ է տալիս»։ Նա այդպես էլ ոչ մի կոպեկ չվերադարձրեց։ Մենք Վահեի հետ ուժգին վիճեցինք։ Նա երկար ժամանակ ինձ հետ չէր խոսում։ Անտանելի ամոթ էր ամուսնուս առաջ իմ վիմար վստահության համար։ Բայց գիտեք թե ինչն է ամենասարսափելին։ Անցավ կես տարի։ Գայանեն գրքին զանգեց, կարծես ոչինչ չլիներ։ Բողոքեց առողջությունից։ Եվ ես նորից ներեցի, ամեն ինչ գրելով նրա թեթևամտության, կրտսեր լինելու վրա։ Ես ինքս ինձ համոզեցի, որ ընտանիքը ավելի կարևոր է գումարից։ Հիմար միամիտ կին։ Հենց այդ պահին ես ինքս նրան ձեռքի մեջ տվեցի իրավունքը ինձ ղեկավարելու։ Ցույց տվեցի, որ իմ համբերության խարիսխը հատակ չունի, որ ինձ կարելի է խաբել, գողանալ եւ միևնույն ժամանակ մնալ սիրելի քույրիկ։ Գայանեն շատ արագ սովորեց դա։ Նա հասկացավ, որ ինձ հետ կարելի է առանց արարողությունների վարվել։ Բավական էր միայն ճնշել խղճահարման վրա կամ հիշեցնել արյունակցական կապերը։ Այդ դեպքը մեր կապի հիմքում առաջին խորճակն էր, բայց ես համառորեն ծածկում էի այն իմ արդարացումներով։ Վախենում էի ընդունել, որ քույրս սովորական էգոիստ է, ում համար սուրբ ոչինչ չկա, բացի սեփական քմահաճույքներից։ Եվ այդ վախը ճշմարտություն ընդունելու ի վերջո հանգեցրեց նրան, որ տարիներ անց նա հայտնվեց իմ դրան առաջ արդեն իրերով, վստահ, որ ես կրկին ամեն ինչ կուլ կտամ։ Անցրև 2 տարի այն օրվանից, երբ չկար Վահեն։ Բնակարանում տիրել էր այն հատուկ ծանր լռությունը, որ լինում է միայնակ տարեց մարդկանց տներում։ 72 տարեկանը այն տարիքն է, երբ պատի հետելի յուրաքանչյուր ձայն դառնում է իրադարձություն, իսկ սեփական ձայնը սկսում է վախեցնել։ Փորձում էի զբաղեցնել ինձ գործերով,
անverջ փոշի էի սրբում դարակների վրա, վերադասավորում հին լուսանկարները, երկար թեյի եփում նայելով դատարկ բակին։ Միջանցքի սեղանիկի վրա հին հեռախոսը վաղուց լռում էր։ Ընկերուհիների մեծ մասն արդեն գնացել էին այն աշխարհը, իսկ եղբորորդիների հազվադեպ զանգերը սահմանափակվում էին կարճ պարտադիր արտահայտություններով։ Հենց այդպիսի մոխրագույն նոյեմբերյան երեկոներից մեկին, երբ պատուհանից դուրս սառը քամի էր ոռնում, հնչեց զանգը։ Ձեռքս ինքնաբերաբար ձգվեց խողովակին, թեև սիրտս անհանգիստ սեղմվեց։ Խողովակում լսվեցին խլացված հեկեկոցներ, խառնված ծանր ճնշող հազի հետ։ Անուշիկ, ես եմ, ներիր, որ անհանգստացնում եմ, բայց այլևս ոչ ոքի մոտ գնալու տեղ չունեմ, ընդհանրապես ոչ ոքի։ Դա Գայանեն էր։ Մենք գրեթե 3 տարի չէինք շփվում այդ գումարի պատմությունից հետո, բայց նրա ձայնը ակնթարթորեն արթնացրեց իմ մեջ մանկությունից դաստիարակված խնամակալության բոլոր հին ինստինկտները։ Քույրս պատմեց խառնաշփոթ ողբերգական պատմություն, իբր տանտերը, որի մոտ Երևանում էր վարձով բնակվում, հանկարծ բարձրացրել է վարձավճարը, իսկ երբ չի կարողացել վճարել, իրերը պարզապես դուրս է նետել միջանցք։ Ես կայարանում եմ նստած անուշ, շուրջս սարսափելի մարդիկ են, ոստիկանություն է շրջում, ոտքերս ընդհանրապես չեն պահում, շաքարն արյան մեջ բարձրացել է, գլուխս պտտվում է։ Եթե դու ինձ չընդունես թեկուզ 1 շաբաթով, ես հենց այստեղ նստարանին կմեռնեմ։ Այդ պահին իմ մեջ պայքարում էին 2 մարդ։ Մեկը դառը փորձով սովորեցվածը գոռում էր. «Մի հավատա, հիշիր խաբեությունը, հիշիր նրա անամոթությունը», բայց երկրորդը, այդ համբերության խարիսխը, ինձ քաշում էր սովորական պարտքի հատակը։ Աչքիս առաջ կանգնեց մահացած մայրիկիս դեմքը։ Կարծես լսում էի նրա մահվան շշնջոցը. «Պահպանիր Գայանեին, Անուշ, նրա մոտ բացի քեզանից ոչ ոք չկա»։ Անտանելի ամոթ եղավ ծնողների հիշատակի առաջ։ Ինչպես կգնամ նրանց գերեզմանը, իմանալով, որ հարազատ արյունը կայարանում թողեցի։ Ինչ կասեն մնացած քիչ թե շատ հարազատները։ Անուշը ինչ սառը սիրտ ունեցավ, քրոջը դժվարության մեջ լքեց։ Մարդկանց դատապարտման այդ վախը եւ գրեթե մանկական հիմար հույսը, որ դժվարության մեջ Գայանեն վերջապես կփոխվի եւ կգնահատի իմ բարությունը, վերջնականորեն կոտրեցին իմ դիմադրությունը։ Վերցրու մոտակա ավտոբուսի տոմսը եւ արի։ 2 ժամ ճանապարհ է եւ դու տանն ես։ Ես կդիմավորեմ քեզ։ Օй, Անուշիկ, քույրիկս, իմ փրկիչը, գիտեի, որ դու ոսկե սիրտ ունես։ Միայն 1 շաբաթ, ազնիվ խոսք։ Հենց սոցիալական աջակցությունում փաստաթղթերը կարգի բերեմ, ավելի էժան բնակարան կգտնեմ եւ անմիջապես կտեղափոխվեմ։ Չեմ խանգարի, տան գործերում կօգնեմ, հոշի կսրբեմ, ապուր կեփեմ, ինչպես մանկության ժամանակ, հիշում ես։ Խողովակը դնելուց հետո բնակարանում էլ ավելի լռություն եղավ։ Նայում էի ձեռքերիս եւ տեսնում, թե ինչպես են դողում։ Գլուխումս պտտվում էր միևնույն նախադասությունը. 1 շաբաթ, 7 օր ինչ որ կերպ կդիմանամ։ Սկսեցի սենյակը պատրաստել, այն, որտեղ նախկինում Վահեի գրադարանն էր։ Անկողինը փոխեցի, թարմ սրբիչներ հանեցի, փորձելով խլացնել ներսում հնչող ձայնը, որն ասում էր, թե ես կատարում եմ կյանքիս ամենամեծ սխալը։ Թակարդը փակվեց հենց այն պահին, երբ պահարանից հանեցի երկրորդ բանալիների հավաքածուն։ Զգում էի ինձ անցյալի, ընտանիքի, լավ աղջկա կերպարի հավերժ պարտական։ Չէի հասկանում, որ այդ 1 շաբաթը դժոխքի շրջանակների կվերածվի, իսկ իմ հոգատարությունը քրոջս համար կդառնա միայն հարմար առիթ սկսելու իմ տարածքի պլանավոր կողոպուտը։ Հաջորդ առավոտյան, երբ դրանը զանգեցին, շտապեցի բացել, դեմքիս շպիտով։ Դրան առաջ կանգնած էր Գայանեն։ Նա հոգնած տեսք ուներ, նիհարած։ Բայց երբ նա տեսավ իմ ընդարձակ միջանցքը, նրա աչքերի խորքում մի ակնթարթով փայլեց տարօրինակ գիշատիչ շող։ Նա չմտավ, նա բառացիորեն ներս ընկավ բնակարան, եւ նրա հետևից բեռնակիրները սկսեցին ներս բերել ոչ թե 1 ճանապարհային պայուսակ, այլ հսկայական, լիքը բեռնախցիկներ եւ տուփեր։ Գայանե, ինչու այդքան տուփեր։ Դու ասում էիր միայն 1 շաբաթ մինչև բնակարանի հարցելուց ես։ Քույրս նույնիսկ չշրջվեց իմ կողմը։ Նա հրամայում էր բեռնակիրներին, ուղակի ցույց տալով դեպի իմ հարմարավետ հյուրասենյակի խորքը։ Միջանցքում արդեն տեղ չկար շրջվելու։ Ամենուրեք կուտակված էին պարանով կապված խուրձեր եւ հին ստվարաթղթե տուփեր, որոնցից հոտ էր գալիս փոշու եւ ինչ-որ հնացած իրերի։ Բնակարանի օդը, որը սովորաբար մաքուր եւ թարմ էր, ակնթարթորեն ծանրացավ։ Օй, Անուշիկ, մի բարկանա, ամեն ինչ կարգի կբերեմ, փափուկ ասաց նա, առանց կոշիկները հանելու, որոնցով արդեն կեղտոտ հետքեր էր թողել իմ թարմ լվացված լինոլեումի վրա։ Միթե իմ իրերը փողոցում կարող են թողնել։ Թող այստեղ լինեն, չեն խանգարի։ Դու բարի ես, տեղ շատ կա, իսկ իմ մոտ դժվար ժամանակներ են։ Նա մտավ սենյակը, որ ես նրա համար էի պատրաստել, Վահեի նախկին գրասենյակը։ Շուրջը նայեց, շուրթերը կծկեց եւ իմ հայացքն անգիտակցաբար ընկավ նրա դեմքին։ Այնտեղ ոչ մի հետք չկար երեկվա անօգնական զոհի։
Ընդհակառակը, նրա շարժումներում հայտնվեց ինչ-որ տիրական վստահություն։ Նա մոտեցավ պատուհանին, կտրուկ քաշեց իմ սիրով արդուկած վարագույրները եւ դեմքը խոժորեց։ Փոքր է այստեղ Անուշ, եւ լույսը քիչ է։ Գիտես, մտածեցի ավելի լավ է քո ննջասենյակում տեղավորվեմ։ Քո անկողնում աչակալն ավելի փափուկ է, իսկ իմ մեջքը, հասկանում ես, ճանապարհից հետո ամբողջովին փլուզվել է, իսկ դու գրասենյակում կտեղավորվես։ Քեզ համար հո նույնն է, դու գյուղական մարդ ես։ Ես սառեցի դրան շեմին, զգալով, թե ինչպես է ամեն ինչ ներսում բողոքում։ Իմ ննջասենյակը իմ միակ ապաստանն էր։ Այնտեղ յուրաքանչյուր առարկա հիշեցնում էր ամուսնուս, այնտեղ էր իմ խաղաղությունը, բայց Գայանեն արդեն սկսել էր իր իրերը դնել ուղակի իմ ծածկոթի վրա։ Պայուսակից հանեց ինչ-որ գունավոր խալաթ եւ նետեց իմ օսվայած սպիտակեղենի վրա։ Գայանե, սպասիր, մենք այդպես չէինք պայմանավորվել։ Սկսեցի ես, բայց ձայնս հնչեց ինչ-որ անվստահ։ Քույրս անմիջապես շրջվեց, եւ նրա աչքերը ակնթարթորել լցվեցին արցունքներով։ Նա թատերական կերպով ձեռքը սեղմեց կրծքին։ Կրկին դու իմը, ես նոր եմ եկել, առանց ուժերի, առանց կոպեկի գրպանում, իսկ դու արդեն պայմաններ ես դնում։ Միթե հարազատ քրոջդ մեկ լրացուցից մետր ափսոսում ես։ Ես հո պարզապես այնպես չեմ խնդրում, բժիշկն ասաց հանգիստ է պետք եւ օդ։ Ինչ ուզում ես, որ հենց այստեղ ինֆարկտ ստանամ։ Քեզ բնակարանն է ավելի կարևոր, քան իմ կյանքը։ Ես լռեցի։ Գլխումս զարկերակում էր մտքերը։ Նա հիվանդ է, նա կրծերն է։ Ես խոստացել եմ մայրիկին։ Այդ անտեսանելի օձիքը, որը ձգվում էր հենց մանկությունից, կրկին քաշեց ինձ պարանոցից։ Լուր գնացի գրասենյակ բարձերս հավաքելու։ Ամբողջ երեկոն Գայանեն կարգի էր բերում իրեն։ Առանց հարցնելու վերադասավորեց կահույքը իմ ննջասենյակում, ասելով, որ ֆենշույով ավելի լավ է։ Իմ եւ Վահեի լուսանկարները, որ կանգնած էին կոմոդի վրա, նա պարզապես գցեց դարակը, իր բազմաթիվ էժան քսուքների բանկաները դնելով նրանց տեղը։ Երեկոյան բնակարանն անճանաչելիորեն փոխվել էր։ Խոհանոցում սեղանին կանգնած էին կեղտոտ բաժակներ, լոգարանում կախված էր նրա թաց սրբիչը, իմը ծածկելով, իսկ օդում կանգնած էր նրա սուր օծանելիքի համառը հոտը։ Ես նստած էի գրասենյակի նեղ դիվանին, 5 գրքերի տուփերի մեջ, եւ զգում էի ինձ ոչ թե տանտիրուհի, այլ իմ իսկ տանը, հյուր եկած մարդու դերում։ Կրծքիս մեջ ինչ-որ բան էր ցավում, ուսերիս ծանրություն էր կուտակվել։ Նայում էի, թե ինչպես է քույրս տիրական կերպով լցնում իրեն իմ հավաքածու թեյը, որը պահում էի հատուկ առիթների համար։ Անուշ, կարագ ընդհանրապես չկա սառնարանում։ Ես հո չեմ կարող միայն դատարկ շիլա ուտել։ Ինձ լիարժեք սնունդ է պետք։ Վաղը գնանք ավելի սնդարար բան գնիր։ Նա ասում էր դա այնպիսի տոնով, կարծես ես պարտավոր էի նրան, պարզապես գոյություն ունենալու փաստով։ Եվ ես փոխանակ բարկանալու միայն հանգիստ պատասխանեցի, որ կգնամ խանութ։ Անամոտ ներխուժումը սկսվել էր, եւ աղքատ ազգականուհու դիմակն այնքան արագ էր ընկել, որ ես նույնիսկ չհասցրի գիտակցել։ Հաջորդ առավոտյան ես արթնացա ոչ թե թռչունների երգից կամ սովորական զարթնող ժամացույցի զանգից, այլ հեռուստացույցի ձայնից, որն աշխատում էր ամբողջ հզորությամբ։ Գայանեն նստած էր խոհանոցում, ձայնը մինչև վերջ բարձրացրած, եւ ախորժակով ուտում էր իմ շաբաթվա պանրի պաշարը։ Նա նույնիսկ չշրջվեց, երբ մտա, 5 օգնոցով փաթաթված գիշերազգեստի վրա։ Անուշ, ինչու ես այդքան երկար քնում։ Նետեց նա առանց էկրանից աչքը կտրելու։ Տարիքը հաճույք չէ, հասկանում եմ, բայց թեկուզ նախաճաշ պատրաստեիր, թե չէ նստած եմ այստեղ խաղցած ինչպես որբը։ Նայեցի դատարկ պանրի փաթեթին եւ սեղանի վրա ցրված փշուրներին։ Ներսում եռում էր գրգռվածությունը, բայց ես սովորության համաձայն խլացրի այն, ընդունելով դա որպես նախապատրաստություն։ Սակայն իսկական հարվածը սպասում էր ինձ պաչխամբում։ Երբ դուրս եկա այնտեղ սիրելի ֆիալկաներս ջրելու, շունչս բառեցիորեն կտրվեց։ Իմ բոլոր քացաները, որոնք տարիներ շարունակ խնամքով մեծացրել էի, կանգնած էին հատակին, սառը բետոնին սեղմած, իսկ որոշներ ընդհանրապես շրջված էին։ Գայանե, գոչեցի ես, ինչ ես արել իմ ծաղիկների հետ, ինչու ես դրանք հանել ցրտին։ Քույրս դանդաղ խմեց թեյը եւ ծանրաձայն դրեց բաժակը։ Նա մտավ պաչխամբ եւ արհամարանքով նայեց իմ բույսերին։ Անուշ, մի գորա, այդ քո ֆիալկաներից միայն խոնավություն եւ բորբոս է գալիս։ Իմ մոտ ալերգիա է, հասկանում ես։ Ես դրանք հանեցի, որպիսի բնակարանի օդը ավելի մաքուր լինի։ Բժիշկներն ասում են, ծաղիկները բնակելի տարածքում միկրոբների բազմացման վայր են։ Բայց սրանք իմ ծաղիկներն են, գրեթե լաց եղա, բարձրացնելով կիսատ կոտրված քացան նուրբ մանուշակագույն թերթիկներով։ Ես դրանք տարիներ շարունակ մեծացրել եմ։ Պաչխամբում դրանք կսարչեն, հիմա նոյեմբեր է դրսում։ Օй Անուշիկ, դե դրամա մի սարքիր դատարկ տեղում։ Մտածիր, ինչ որ խոտեր են։ Քեզ ինչ, բույսն ավելի թանկ է հարազատ քրոցդ առողջությունից։ Ես հոմեր երկուսիս համար եմ ջանք թափում, հարմարավետություն եմ ստեղծում։ Իդեպ հյուրասենյակում քո 5 գորգերը գլորել եմ, դրանցից փոշի է գալիս, պետք է դեն նետել։ Վաղը իմ Կարենը կգա, կօգնի դուրս տանել աղբանոց։ Ես կանգնած էի եւ չէի հավատում իմ ականջներին։ Իմ գորգերը, որոնք մենք Վահեի հետ այդքան դժվարությամբ էինք ձեռք բերել, որոնք ջերմություն եւ հարմարավետություն էին ստեղծում, նա որոշել էր դեն մետել։
Իմ ծաղիկները իմ միակ մխիթրանքը նա դատապարտել էր մահվան։ Սենյակում կախվեց լռություն, որը խախտվում էր միայն հեռուստացույցի ճիչերով։ Զգում էի, թե ինչպես է դեմքս այրվում ամոթից սեփական անզորության համար։ Ինչ կարեն, հանգիստ հարցրի ես։ Քո որդին նայել է գալու։ Գայանեն տարածվեց քաղցր ժպիտով, բայց աչքերը մնացին սառը եւ հաշվարկով։ Իհարկե կգա Անուշիկ, պետք է ինչ-որ մեկը օգնի 2 տարեց կանանց։ Նա հոգատար տղա է, ոչ թե ներկայիս երիտասարդության նման։ Մի քանի օր կմնա մեզ մոտ, հյուրասենյակի դիվանին կտեղավորվի։ Նա քաղաքում աշխատանք է որոնում, իսկ բնակարանն այսօր թանկ է։ Մենք հո ընտանիք ենք Անուշ։ Քեզ մոտ 3 սենյակ կա, իսկ դու մենակ ես նստում դրանց մեջ։ Զգացի, թե ինչպես է հողը ոտքերիս տակից գնում։ Նախ քույրս, հիմա որդին։ Իմ տունը, իմ հանգիստ նավահանգիստը աչքիս առաջ վերածվում էր ինչ-որ անցուդարձի։ Գայանեն սկսել էր փոխել խաղի կանոնները, առանց իմ համաձայնության հարցնելու։ Նա տնօրինում էր իմ տարածքը, իմ իրերը եւ նույնիսկ իմ ժամանակը։ Երբ փորձեցի ասել, որ ինձ դժվար է հյուրեր ընդունելը, քույրս ակնթարթորեն փոխեց տոնը։ Ահա թե ինչ շնորհակալություն է։ Ես նրա մոտ ամբողջ հոգով եմ եկել, առողջության համար եմ հոգ տանում, իսկ նա դժվար է։ Եթե չլինեի ես, դու քո գորգերի եւ բորբոսի մեջ կենթանի կփչանայիր։ Դու միևնույն է տանը ես, թոշակ ես ստանում, անելիք չունես։ Կարող էիր ուրախանալ, որ երիտասարդություն կլինի տանը։ Նա փակեց դուռը ննջասենյակում, իմ նախկին ննջասենյակում, ինձ մենակ թողնելով միջանցքում իր տուփերի մեջ։ Լսում էի, թե ինչպես են պատի ժամացույցները տկտկում, եւ հասկանում էի, սա միայն սկիզբն է։ Նա ոչ թե պարզապես հյուր էր գալիս, նա պլանավոր կերպով ինձ դուրս էր մղում իմ իսկ կյանքից։ Գնում էր Գայանեի իմ տանը ժամանակավոր մնալու 2-րդ շաբաթը։ Զգում էի, թե ինչպես է ամեն օր իմ շուրջը տարածքը սեղմվում, կարծես պատերը դանդաղ սողում են ներս։ Քույրս վարվում էր այնպես, կարծես դա նա է ինձ ողորմությամբ թույլ տվել ապրել։ Բայց ամենասարսափելին նույնիսկ այն չէր, որ նա զբաղեցրել էր իմ ննջասենյակը կամ դեն նետել ծաղիկները։ Նա սկսել էր ստիպել ինձ կասկածել սեփական խելքիս։ Այդ երեքշաբթի ես հստակ հիշում էի, որ կոմունալ վճարումների կվիտանցիան դրել եմ միջանցքի սեղանիկի վրա։ Միշտ այդպես էի անում, դնում էի բանալիների կողքին, որպեսզի չմոռանամ գնալ բանկ։ Երբ հավաքվեցի դուրս գալու, թղթերը տեղում չէին։ Փնտրեցի ամենտեղ, յուրաքանչյուր դարակ։ Դատարկ։ Գայանե, չես տեսել իմ կվիտանցիան, հարցրի ես փորձելով, որ ձայնս չդողա։ Այնտեղ էր դրված, ամենաուղիղ տեսադաշտում։ Քույրս դանդաղ դուրս եկավ խոհանոցից, սրբելով ձեռքերը իմ նոր սրբիչով, որը պահում էի հյուրերի համար։ Նա նայեց ինձ այնպիսի տարօրինակ խառնուրդով խղճահարման եւ գերազանցության, որ անհարմար եղա։ Անուշիկ, ինչ կվիտանցիա։ Դու 3 ամբողջ երեկոն գանգատվում էիր, որ գլուխդ ցավում է։ Հավանաբար ինքն ես ինչ որտեղ խցկել եւ մոռացել։ Տարիքը, հասկանում ես, 72 տարեկանը կատակ չէ, հիշողությունն է առաջինը հանձնվում։ Ոչ Գայանե, ես հստակ հիշում եմ, որ այսօր առավոտյան դրել եմ այստեղ։ Արդեն սկսել էի բարկանալ։ Մի գորա խնդրում եմ, քո գորոցից իմ մոտ միգրեն է սկսվում։ Դու ամենայն հավանականությամբ այն դեն ես նետել աղբարկղը թերթերի հետ, տեսել եմ, թե ինչպես ես այնտեղ խառնվում։ Քեզ քույրիկ բժշկի մոտ գնալ է պետք, գուցե ինչ-որ կաթիլներ խմես ուղեղի շրջանառության համար, որովհետև վախենում եմ քեզ հետ մեկ տանը լինել։ Ես լռեցի զգալով, թե ինչպես է ներսում ամեն ինչ սարչում։ Միթե իսկապես խելագարվում եմ։ Միթե իսկապես կարող եմ կարևոր փաստաթուղթ տեն նետել եւ չնկատել։ Ամբողջ օրը անցկացրի ծանր մտորումներով։ Երեկոյան, երբ Գայանեն գնաց լոգարան, պատահաբար նայեցի նրա պայուսակին, որը կանգնած էր աթոռի վրա։ Իմ կվիտանցիայի եզրը, կոկից ծալված, դուրս էր ցցվում կողմնային գրպանից։ Նա այն հատուկ էր թաքցրել։ Երբ փորձեցի ասել նրան դրա մասին, արձագանքը ակնթարթորեն եւ սարսափելի էր։ Գայանեն նույնիսկ չշփոթվեց։ Նա գլորացրեց աչքերը եւ բռնեց սիրտը։ Դու ինչ իմ իրերի մեջ ես փրփրել, ինչպես չես ամաչում։ Ես այդ թղթիկը հատակից եմ գտել, դու ինքդ ես գցել, ես ուզել եմ բարձրացնել, որպեսզի չկորչի։ Իսկ դու ինձ մեղադրում ես գողության մեջ այն ամենից հետո, ինչ ես քեզ համար անում եմ։ Ես այստեղ հատակ եմ լվանում, փոշի եմ սրբում, քո հետևից եմ նայում, իսկ դու։ Նա այնպես բնական էր լաց լինում, որ ես կրկին սկսեցի զգալ ինձ մեղավոր։ Նա մեղադրում էր ինձ պարանոյայի, անշնորհակալության, նրանում, որ ես միշտ էգոիստ եմ եղել։ Ցանկացած իմ փորձը ճշմարտությունը պաշտպանելու բախվում էր պրոֆեսիոնալ տառապանքի պատին։ Դու միևնույն է տանը նստում Անուշ, նետեց նա վեճի վերջում արդեն հանգիստ սառը տոնով։ Քեզ մենակությունից ամանին չէ թվում, եթե չլինեի ես, դու արդեն վաղուց կատուների հետ կխոսեիր։ Ուրախացիր, որ ես կողքիդ եմ, իսկ կվիտանցիան ես ինքս կվճարեմ քո թոշակից։ Դու արդեն թվերի մեջ ես խառնվում, դեռ ավելուրդ կհաշվես։ Տուր ինձ քարտդ, այդպես բոլորին ավելի հանգիստ կլինի։ Այդ գիշեր երկար չէի կարողանում քնել,
Պարկած էի սեղմ գրասենյակում նեղ դիվանին եւ լսում էի, թե ինչպես է պատի հետևում իմ նախկին ննջասենյակում Գայանեն ուրախությամբ ինչ-որ բան է քննարկում հեռախոսով ծանր ծիծաղելով։ Ոչ մի միգրեն այլևս չկար նրա մոտ։ Հասկացա, որ նա պլանավոր կերպով ինձ վերածում է անգործունակ ծերուկի, շրջապատի աչքերում։ Որպիսի լիակատար իրավունք ունենա տնօրինելու իմ կյանքը։ 3 օր հետո եկավ Կարենը, Գայանեի որդին, որին չէի տեսել 5 տարի։ Մտավ բնակարան ինչպես տերը, բարձրահասակ, աղմկոտ, ծանր հայացքով եւ կպչուն ափերով։ Նա նույնիսկ կոշիկները չհանեց, անցավ հյուրասենյակ եւ նետեց իր բաճկոնը իմ սիրելի վելուրե դիվանի վրա։ Օ, մորաքույրանուշ, բարև, նետեց նա առանց ինձ նայելու։ Ինչ շատ տեղ կա այստեղ։ Մաման ասում է դու արդեն սկսել ես հանձնվել, ամեն ինչ մոռանում ես։ Բայց ոչինչ, մենք կօգնենք, կարգի կբերենք։ Ես լռեցի, ներսում ամեն ինչ սեղմվեց վատ նախազգացումից։ Կարենը տեղավորվեց հյուրասենյակում եւ հիմա բնակարանում մշտապես ծխախոտի հոտ էր գալիս, թեև ես միշտ արգելում էի ծխել տարածքում, իմ դիտողություններին նա միայն ժպտում էր։ Լավ է մորաքույր, մի զզվիր, պատուհանը կբացենք կփչվի։ Դու ավելի լավ թեյ կազմակերպիր, ճանապարհից ուտելու ցանկություն կա։ Նույն օրը երեկոյան, երբ մտնեց, գնացի խոհանոց ջուր խմելու։ Միջածքի լույսը չմիացրի, սովոր եմ մթության մեջ քայլել։ Կանգ առա խոհանոցի դրան մոտ եւ լսեցի խլացված ձայներ։ Գայանեն եւ Կարենը նստած էին այնտեղ եւ դատելով ձայներից խմում էին իմ կոնյակը, որը Վահեն պահում էր հատուկ առիթների համար։ Ինձ փող է պետք։ Ես պարտքերի մեջ եմ խեղդվում։ Դու գիտես։ Կենտրոնում վարձավճարի համար փող չկա։ Պետք է ավելի արագ նրան այդ պանսիոնատը տանենք, որի մասին ասում էիր։ Այնտեղ ծանոց է աշխատում, ասում է փոքրիկ բաժնով կտեղավորի, որ նույնիսկ չկրկռա։ Գայանեն խրխրաց։ Միշտ ապիր։ Նախ պետք է նա ստորագրի գույքի տնօրինման լիազորագիրը։ Ես նրան կասեմ, որ սա դեղերի արտոնությունների թղթեր են։ Առանց նայելու կստորագրի։ Նա ինձ հավատում է, կամ արդեն վախենում է։ Հենց ստորագրի կգնա հանգստանալու անտառում։ Բնակարանը կդնենք վաճառքի։ Հենց քո բիզնեսի համար կբաղականացնի, ինձ էլ ծերության համար կմնա։ Թե չէ, թագուհի է նստել 3 սենյակում։ Գերեզմանում գրպաններ չկան։ Ինչի է նրան այսքան տեղ։ Ես կանգնած էի մութ միջանցքում, մեջքս սառը պատին սեղմած։ Սիրտս այնպես էր բաբախում, որ կարծես ամբողջ բնակարանը լսում էր դրա ձայնը։ Կրծքիս մեջ ամեն ինչ այրվում էր վիրավորանքից եւ սարսափից։ Իմ հարազատ քույրը, այն նույն թույլը, ում ես ամբողջ կյանքս պաշտպանել եմ, հիմա քննարկում էր, թե ինչպես ինձ հանձնի ծերանոց եւ վերցնի իմ տունը։ Լսիր մամ, իսկ եթե նա վերջին պահին հասկանա ինչ-որ բան, հարցրեց Կարենը։ Չի հասկանա, ամբողջ կյանքում հնազանդ է եղել, այդպես էլ կմեռնի։ Ես այս 2 շաբաթում այնպես եմ վախեցրել նրան, որ առանց իմ թույլտվության շնչել է վախենում։ Վաղը թղթերը կբերեմ ստորագրության, կասեմ սոցապահովությունից են եկել։ Շոկոլադի մեջ կլինենք։ Նրանք ապակիներով զանգեցին։ Ես դանդաղ, փորձելով ոչ մի հատակատախտակ չճռճռացնել, վերադարձա իմ փոքրիկ սենյակը։ Նստեցի դիվանի եզրին եւ ինձ սկսեց խոշոր դողը տանել։ Արցունքները ինքնաբերաբար հոսեցին այտերիս վրա։ Ջնջում էի դրանք բռունցքով, ինչպես մանկության ժամանակ, փորձելով չհեգեկալ։ Բայց հանկարծ գլխումս պարզվեց, կարծես մառախուղը ընկավ։ Այդ ամբողջ մառախուղը, որ Գայանեն վերջին օրերին էր ստեղծել, ցրվեց։ Ես խելակար չեմ, իմ հիշողությունը գերազանց է։ Այդ պահին իմ մեջ ծնվեց այնպիսի սառը զանգվածային զայրույթ, ինչը երբեք չէի ճանաչել կյանքիս ընթացքում։ Նրանք կարծում են, թե ես հին կահույք եմ, որ կարելի է դեն նետել աղբանոց։ Նրանք կարծում են, թե ես ամեն ինչ կստորագրեմ։ Լավ, եթե ուզում եք խաղալ մոռացկոտ կնոջ հետ, խաղանք, բայց միայն իմ կանոններով։ Այլևս լաց չեմ լինի, ես կգործեմ։ Այդ գիշեր ես այդպես էլ աչք չփակեցի։ Պարկած էի Վահեի նախկին գրասենյակի նեղ դիվանին, նայելով առաստաղին, որտեղ պարում էին պատուհանից դուրս հին բարդու մերկ ճյուղերի ստվերները։ Կրծքիս մեջ տարօրինակ էր, ոչ ցավոտ, ոչ ծանր, այլ ինչ-որ դատարկ եւ զանգվածային, կարծես վերջին 72 տարում իմ հոգին կազմող ամեն ինչ մի ակնթարթում սառել էր, նշանակում է մարազմատիկա։ Քրոջս այս խոսքերը գլխումս պտտվում էին ինչպես մաշված պլաստինկա։ Հիշում էի, թե ինչպես էի նրան տվել իմ կոշիկները, ինչպես էի խնամել հիվանդությունների ժամանակ, ինչպես էի կիսել վերջին կոպեկը։ Եվ ամբողջ այդ ժամանակ, պարզվում է, ես մեծացրել եմ օձի, որը միայն սպասում էր պահի ավելի ցավոտ խայթելու համար։ Նրա յուրաքանչյուր քաղցր խոսքը, յուրաքանչյուր կեղծ բողոքը սրտի վրա պարզապես գործիքներ էին, որոնցով նա կոտրում էր իմ կյանքը։ Առավոտյան ես վեր կացա։ Բնակարանում լռություն էր։ Կարենը խրմփում էր հյուրասենյակում, իսկ ննջասենյակից լսվում էր քրոջս հավասարաչափ շնչառությունը։
Գնացի խոհանոց, փորձելով չնայել սեղանի վրա դատարկ շշերին։ Իմ հայացքն ընկավ 3 գայանեի բերած թերթերի կույտի վրա։ Գովազդային թերթիկների մեջ նկատեցի վառ բուկլետ, որը նախկինում չէի տեսել։ Սոջու անտառ, արժանապատիվ ծերություն, բնության հետ ներդաշնակության մեջ։ Շապիկի նկարը իդիլիական էր, ժպտացող տարեց մարդիկ նստած էին ճոճաթոռներում անտառի ֆոնին։ Բայց ես գիտեի այդ վայրը։ Դա լքված նախկին պրոֆիլակտորիում էր, մարզի ամենահեռավոր ծայրում, որի մասին տեղական նորություններում ոչ մեկ անգամ սարսափելի բաներ էին գրել, տեղերի պակաս, սառը պալատներ եւ անտարբեր անձնակազմ։ Հենց այնտեղ էր հարազատ քույրս պատրաստվում ինձ տեղավորել։ Այդ պահին իմ մեջ ինչ-որ բան վերջնականորեն այրվեց։ Վերջին կաթիլ խղճահարման գոլորշիացավ, թողնելով հետա միայն մաքուր, թափանցիկ սայրույթ։ Նայեցի իմ ձեռքերին, այլևս չէին դողում։ Ընդհակառակը, մարմնում հայտնվեց ինչ-որ մոռացված թեթևություն եւ վճռականություն։ Լավ, ուզում ես խաղալ մոռացկոտ կնոջ հետ, կլինի քեզ ներկայացում։ Հասկացա, որ հսկայական սխալ եմ արել փորձելով լավ եւ ճիշտ լինել։ Իմ քրոջ աշխարհում բարությունը թուլության նշան էր, իսկ ազնվությունը հիմարություն։ Նա սպասում էր ինձանից հնազանդության, սպասում էր, որ ես ինքս կստորագրեմ իմ դատավճիռը։ Բայց նա մեկ բան մոռացել էր. ես ավակ էի ոչ միայն անձնագրով, ես այն մեկն էի, ով գոյատևել էր 90-ականներում, ով քաշել էր ընտանիքը ամենամութ տարիներին, մինչ նա թռչկոտում էր ռեստորաններում։ Դանդաղ մոտեցա պատուհանին, փողոցում սկսվում էր մոխրագույն, խոնավառ շալույսը։ Տեսնում էի, թե ինչպես է հարևանը գնում ջրի սյունակ, փաթաթված հին շարֆի մեջ։ Սովորական կյանք, սովորական կնաջ, եւ ես չեմ թույլ տա այս գիշատիչներին ինձանից խլել այն։ Պլանը հասունացավ ակնթարթորեն։ Ինձ պետք էին ոչ միայն խոսքեր, ինձ պետք էին ապացույցներ, փաստեր, որոնք չեն թողնի նրանց խուսափել, երբ գա վերջնական ժամանակը։ Գիտեի, որ Գայանեն բոլոր կարևոր թղթերը պահում է իր մեծ կաշվե ճամպրուկում, որը երբեք բաց չէր թողնում, բայց գիտեի նաև, թե որտեղ է նա թաքցնում բանալիները։ Յուրաքանչյուր արժեքավոր բան հին կոսմետիկայի պայուսակում թաքցնելու սովորությունը չէր փոխվել նրա մոտ երիտասարդությունից ի վեր։ Հիմա մենք կփոխենք դերերը, հիմա ես կդիտարկեմ։ Հիմա ես կհանեմ ճշմարտությունը։ Այլևս չեմ զգում ինձ զոհ, զգում եմ ինձ որսորդ, իմ իսկ տանը։ Երբ Գայանեն դուրս եկավ սենյակից, քնած եւ կնչրոտված, ես դիմավորեցի նրան կրքոտ, մի փոքր մեղավոր ժպիտով։ Ներիր ինձ երեկվա համար, ես իսկապես ինչ-որ բան խառել եմ, հիշողությունս լավ չի։ Թե եկեթես, թե չէ, ձեռքերս ընդհանրապես չեն լսում։ Քույրս գող խրմփաց, հաղթական հայացքով նայելով միջանցքեկած Կարենին։ Նրանք հավատացին։ Նրանք որոշեցին, որ ես վերջնականորեն կոտրվել եմ, իսկ ես նայում էի նրանց եւ տեսնում էի միայն 2 փոքրիկ ագահ խաբեբաներ, որոնք դեռ չգիտեն, որ իրենց ժամանակը այս բնակարանում մոտենում է ավարտին։ Շանսը ներկայացավ հաջորդ օրը։ Գայանեն հայտարարեց, որ պետք է գնա սոցապահովություն գործերով, իսկ Կարենին իր հետ տարավ, իբր փաստաթղթերով օգնելու։ Իսկ իրականում ես գիտեի, նրանք գնացել էին կահույք նայելու այն փողերով, որ Գայանեն արդեն համարում էր իրենը։ Հենց նրանց հետևից դուռը փակվեց, ես նայեցի պատուհանից։ Երբ նրանց կերպարները թաքնվեցին խանութի անկյունի հետևում, սկսեցի գործել։ Սիրտս բաբախում էր կոկորթում, ականջներում աղմուկ էր, բայց ստիպեցի ինձ հավասար շնչել։ Ժամանակս առավելագույնը 2 ժամ էր։ Մտա իմ նախկին ննջասենյակը։ Այստեղ ամեն ինչ օտար էր, խայթող օծանելիքի հոտ, ցրված քրոջս հագուստները, կոմոդի վրա բանկաների լեռներ, զվվանք էի զգում դիպչելով նրա իրերին, բայց կանգ առնել չէր կարելի։ Մոտեցա սեղանիկին։ Ստորին դարակում շարֆերի կույտի տակ պառկած էր այն հին կոսմետիկայի պայուսակը։ Ձեռքերս միակնթարթ սառեցին, իսկ եթե սովորությունը փոխել է, ոչ։ Փոքրիկ բանալիների փունջը ոսկեզօծողակի վրա տեղում էր։ Իջած ընկի առաջ հսկայական ճամպրուկի առջև, որը կանգնած էր անկյունում։ Փականը հանձնվեց հանգիստ ծեղմոցով։ Շունչս կտրվեց, երբ բացեցի կափարիչը։ Հագուստի վրա պառկած էր ֆայլերով թղթապանակը։ Սկսեցի արագ շրջել թղթերը, դեղատոմսեր ինչ-որ հին հաշիվներ, եւ ահա այն՝ խիտ ծալված գերբային թղթի թերթը, գլխավոր լիազորագիր։ Լիազորող սյունակում արդեն գրված էին իմ անձնագրային տվյալները, իսկ լիազորված սյունակում փայլում էր Գայանեի անունը։ Ամսաթիվը դրված էր վաղվա օրը։ Նրանք նույնիսկ չէին կասկածում, որ ես կստորագրեմ սա։ Ամեն ինչ նախապես պատրաստված էր։ Կողքին պառկած էր եւս մեկ փաստաթուղթ, իմ բնակարանի գնման վաճառքի պայմանագիր, որտեղ պակասում էր միայն գնորդի եւ իմ ստորագրությունը։ Գինը ծիծաղելի էր։ Հավանաբար Կարենը ուզում էր հնարավորինս արագ կանխիկ փող ստանալ իր պարտքենը փակելու համար։ Նշանակում է ահա թե ինչպես է գնահատել իմ կյանքը, մաշված օտարերկրամեքենայի գնով։ Բայց դա ամենը չէր։
Թղթապանակի հատակում գտածալված դպրոցական տետրի թերթիկը, դա Նիկոլայի նամակներ մորը, գրած հավանաբար 1 ամիս առաջ, այնտեղ նա ուղղակիորեն գրել էր. «Մամ, եթե դա սկսի հակառակվել, ասա, որ դատարան կդիմես անգործունակության որոշման համար։ Դու ծանոթներ ունես հաթիաբուժարանում, թող ամփոփագիր գրի, որ նա վտանգավոր է շրջապատի համար»։ Գլխավորն այն է, որ բնակարանը մինչև նոր տարի վաճառքի դնենք։ Աչքերիս առջև մտնեց։ Նրանք ոչ միայն ուզում էին խլել բնակարանը, նրանք պատրաստ էին ինձ հոգեբուժարանում փակել, ամբողջ քաղաքի առջև խելագարի կնիկ դնել։ Ծանրություն ընկավ կրծքիս վրա, դժվարացավ շնչելը։ Պատկերացրի, թե ինչպես է Գայանեն իր մեղրային ձայնով բժիշկներին պատմում, թե ինչպես եմ ես մոռանում ամեն ինչ։ Արագ հանեցի հեռախոսը։ Վահեի որդին, իմ խորթ որդին Անդրեյը, ինձ նվիրել էր Հոբելյանի սարթիվ, սովորեցրել էր օգտագործել տեսախցիկը։ Այն ժամանակ ծիծաղում էի, ասում էի, ինչ պետք է ինձ դա։ Իսկ հիմա այդ գիտելիքները փրկում էին իմ կյանքը։ Դողացող մատներով սկսեցի լուսանկարել յուրաքանչյուր թերթը՝ լիազորագիրը, պայմանագիրը, Կարենի նամակը։ Բռնկումը թվում էր ինձ ամպրոպ դատարկ բնակարանի լռության մեջ։ Հանկարծ միջանցքում դուռը բախվեց, սառեցի լսելով։ Սիրտս ռիթմով հարվածում էր կողերիս, ինչպես բռնված թռչյունը։ Ոչ, վերևի հարևաններն են, բայց ռիսկը չափազանց մեծ էր։ Արագ ծառեցի թղթերը հետ թղթապանակի մեջ, փակեցի ճամփրուկը եւ բանալիները վերադարձրի կոսմետիկայի պայուսակը։ Ամեն ինչ պետք է թվար, կարծես ոչ ոք չի դիպել։ Դուրս եկա խոհանոց, լցրի մի բաժակ սառը ջուր եւ միանգամից խմեցի։ Ձեռքերս սառ էին, բայց ներսում բացարձակ պարզություն էր։ Իմ մոտ կային նրանց հանցավոր մտադրությունների ապացույցները։ Հիմա պետք է գտնեի դաշնակից եւ գիտեի ում դիմել։ Վահեի հին ընկերուհի Մարինան ամբողջ կյանքում նոտար էր աշխատել։ Նա միշտ չէր սիրում Գայանեին, անվանում էր նրան մշուշոտ անձնավորություն։ Նստեցի սեղանի մոտ եւ սկսեցի հաղորդագրություններ գրել։ Պետք էր արագ գործել, մինչև նրանք չբերեն իրենց թղթերը ստորագրության։ Կատումուկի խաղը մտավ վճռական փուլ, եւ այս անգամ մուկը ես չէի։ Ընկերուհու զանգը դարձավ այն փրկարար օղակը, որը չթողեց ինձ վերջնականորեն ընկղմել հուսահատության օվկիանոսում։ Մարինան լուր լսեց ինձ, միայն երբեմն ծանր հարաչելով խողովակի մեջ։ Երբ ավարտեցի պատմել լուսանկարված լիազորագրի եւ Կարենի նամակի մասին, նա վճռական եւ հանգիստ պատասխանեցեց. «Անուշ, ուշադիր լսիր ինձ։ Լուսանկարները լավ են, բայց դատարանի կամ ոստիկանության համար դա կարող է բավարար չլինել։ Նրանք կասեն, որ դու ինքն ես գրել, կամ որ սա պարզապես սևագիր է։ Մեզ ձայն է պետք։ Մեզ պետք է, որ նրանք ինքնուրույն հաստատեն իրենց մտադրությունները ձայնագրության վրա։ Ամբողջ երեկոն անցկացրի պատրաստության մեջ։ Ձեռքերս այլևս չէին դողում։ Կրծքիս մեջ բնակվեց տարօրինակ զանգվածային դատարկությունը, որը օգնում էր հստակ մտածել։ Հյուրասենյակում Կարենը բարձրաձայն ծիծաղում էր հեռուստատեսության ինչ-որ հաղորդման վրա, իսկ Գայանեն իմ ննջասենյակում շշնջում էր փաթեթներով, հավանաբար արդեն փորձում էր իմ իրերը։ Ծանրություն ընկավ ուսերիս, բայց ստիպեցի ինձ ուղղվել։ Ընտրեցի խոհանոցի բարձր տարակում հին բյուրեղյա ծաղկամանի հետևում, զանգվածային բուֆետի ստվերում, իմ հեռախոսը լիովին աննկատ էր։ Միացրի ձայնագրիչը, ստուգեցի ձայնի մակարդակը եւ զգուշորեն տեղադրեցի սարքը, այնպես որ խոսափողը նայեր ճաշասեղանի կողմը։ Խոհանոցում լռություն էր, միայն պատի ժամացույցները տկտկում էին, հաշվելով իմ նախկին միամիտ կյանքի րոպեները։ 1 ժամ հետո, երբ արդեն պառկել էի քնելու իմ գրասենյակում, խոհանոցում աղմուկ բարձրացավ։ Գայանեն եւ մերավորթին որոշել էին ուշ ընթրիք կազմակերպել։ Փոքրինց բացեցի իմ սենյակի դուռը, շունչս պահած։ Խոհանոցից քաշվեց տապակած երշիկի եւ այն թանկ կոնյակի հոտը։ Մամ, ինչ է այնտեղ։ Նոտարը վաղը ժամը 11-ին է։ Կարանի ձայնը հնչում էր կոպիտ, ինչ որ ագահ անհամբերությամբ։ Դու վստահ ես, որ նա չի կարդա, թե ինչի տակ է ստորագրում։ Գայանեն զանգվածորեն ծիծաղեց։ Օй, մի ծիծաղեցրու ինձ։ Տեսել ես նրան այսօր։ Նա փոշու շերտով ծածկված է։ Ես նրան կասեմ, որ սա հայտարարություն է թոշակի հավելումի մասին, միության մեջ աշխատանքի ստաժի համար։ Նա առանց ակնոցի հազիվ է տառերը տեսնում, իսկ ակնոցները ես պատահաբար վաղը առավոտյան լոգարանում կգցեմ։ Մինչ նա կհարաչի, ամեն ինչ կստորագրի։ Նա արդեն ամբողջովին խելքից ընկել է։ Նա միայն ծիլերի եւ հիվանդությունների մասին է խոսում։ Իսկ ինչ անենք կահույքի հետ, հարցրեց նա։ Այստեղ հնաոճ կահույք շատ կա։ Դրա համար լավ գումար կարելի է ստանալ։ Ամեն ինչ կվաճառենք, կտրեց Գայանեն։ Ես արդեն գնահատող եմ գտել։ Թողնենք նրան մի քանի խալատ։ Ինտերնատում ավելին չի թույլատրվում։ Այնտեղ օրական 3 անգամ գերագրում են։ Տանիք կա թխին։ Ինչ էլ ուզի 72 տարեկանում։ Թող շնորհակալ լինի, որ դուրս չենք նետել ցանկապատի տակ։ Նա ամբողջ կյանքում էգոիստ է եղել, միայն իր մասին է մտածել։ Իսկ մեզ հիմա փող է պետք։ Քեզ պարտքեր ունես, ինձ ատամներ պետք է դնել։ Համարիր, որ սա նրա ուշացած շնորհակալությունն է այն բանի համար, որ ես ամբողջ կյանքում նրան տարել եմ։
Ես լսում էի դա բրոնզկներս սեղմած այնպես, որ եղունգները խորանում էին ափերի մեջ։ Կրծքիս մեջ ինչ-որ բան սեղմվեց, դժվարացավ շնչելը։ Իմ հարազատ քույրը քննարկում էր իմ իրերի վաճառքը, կարծես ես արդեն մեռած լինեի։ Նա ինձ անվանում էր ծեր, թեև ինքը ընդամենը 5 տարով փոքր էր։ Այդ պահին հասկացա, այլևս ոչ մի խղճահարություն չի լինի։ Կա միայն ես եւ այս երկու գիշատիչները, որոնք ուզում են ոսկորներս գրծել։ Երբ նրանք վերջապես գնացին իրենց սենյակները, մատների ծայրերով գնացի խոհանոց։ Սիրտս բաբախում էր կոկորթում։ Յուրաքանչյուր հատակատախտակի ճռոցը թվում էր կրակոց։ Արագ հանեցի հեռախոսը ծաղկամանից եւ թաքցրի այն գրասենյակի բարձի տակ։ Առավոտյան լսեցի ձայնագրությունը։ Յուրաքանչյուր խոսքը հստակ լսվում էր։ Յուրաքանչյուր դավաճանությունը փաստագրված էր։ Ամեն ինչ մի ակնթարթով լողաց մարդկային անհեթեթության անդունդի գիտակցությունից, բայց արագ ինձ ձեռքի տակ առա։ Հինգշաբթի առավոտը մթնովարտային էր։ Մոխրագույն երկինքը ճնշում էր քաղաքը, իսկ մանր սուր անձրևը հարվածում էր ապակիներին։ Գայանեն անսովոր շտապող եւ քացր էր արշալույսից ի վեր։ Նա ինձ թեյ բերեց անմիջապես անկողին, ինչը չէր պատահել նրա ամբողջ մնալու ընթացքում։ Անուշիկ, արթնացիր սիրելիս, այսօր կարևոր օր է։ Սոցապահովությունից թղթեր կբերեն քո վճարումների մասին, պետք է կենսունակ լինել։ Ես ձևացրի քնկոտ եւ թույլ։ Օй, գլուխս ինչ-որ պտտվում է։ Որտեղ են իմ ակնոցները։ Չեմ կարողանում գտնել։ Քույրս շտապեց ձևացնելով, թե փնտրում է դրանք սեղանիկի վրա։ Օй, պատկերացրու, առավոտյան լոգարանում պատահաբար հարվածել եմ դրանց, ընկել են կաթսայի վրա։ Ապակինը ճաքել է, պետք է տանել վերանորոգման։ Բայց մի անհանգստացիր, թղթերում տառերը խոշոր են։ Ես ինքս կկարդամ քեզ եւ ցույց կտամ, թե որտեղ խաչ դնել։ Մենք քո հարազատներ ենք, ես քեզ վատը խորհուրդ չեմ տա։ Մոտավորապես ժամը 11-ին դուռը զանգեց։ Մտավ Կարենը, իսկ նրա հետևից ինչ-որ նիհար տղամարդ էժան կոստյումով, թղթապանակը թևատակին։ Նրանք փորձում էին չնայել իմ աչքերիս։ Տղամարդը ներկայացավ նոտարի օգնական, թեև ես դեմքից տեսնում էի սովորական օգնական, որին գտել են հայտարարությամբ կամ ծանոթների միջոցով։ Ահա Անուշ, Գայանեն թղթերը դրեց խոհանոցի սեղանի վրա։ Այստեղ ստորագրիր եւ այստեղ։ Սա թոշակը 5000-ով բարձրացնելու եւ դեղերի արտոնությունները ընդլայնելու համար է։ Տեսնում ես, թե ինչպես եմ հոգտանում քո մասին։ Կարենը կանգնած էր խոհանոցի դրան մոտ, ձեռքերը կրծքին խաչած, եւ նրա հայացքում կարդացվում էր անհամբեր սպասում։ Նա արդեն տեսնում էր այդ փողերը, արդեն ծախսում էր դրանք իր երևակայության մեջ։ Դանդաղ վերցրի գրիչը, ձեռքերս ցուցադրաբար ուժգին դողում էին։ Իսկ ստորև ինչ է այդ մանր տառերը, հարցրի ես աչքերս կկոցելով թերթի վրա։ Առանց ակնոցի ընդհանրապես չեմ տեսնում։ Դե աննշան բաներ են Անուշ, իրավական ձևականություններ, ստանդարտ ձևաթուղթ։ Մի հետաձգիր մարդուն, նա շատ գործեր ունի։ Արագ ստորագրիր եւ գնանք թեյ խմենք տորթով։ Կարենը տոնական է գնել։ Բարձրացրի գլուխս եւ ուղակի նայեցի քրոջս աչքերին։ Ամբողջ իմ քույլ կերպարը մի ակնթարթում թռավ։ Կողք դրի գրիչը եւ ուղեցի մեջքս, ինչպես երիտասարդության ժամանակ հաշվետվական ժողովներում էի անում։ Գիտես, Գայանե, ասացի այնպիսի ձայնով, որ երկուսն էլ սարսափեցին։ Ես այստեղ հանգստանալիս էլ որոշ փաստաթղթեր կարդացի եւ ձայնագրություններ լսեցի։ Շատ հետաքրքիր բաներ եք քննարկում որդուդ հետ գիշերները իմ կոնյակի շուրջ։ Ինտերնետում փոքրիկ բաժնի մասին, իմ հնաոճ իրերի վաճառքի մասին։ Սենյակում լռություն տիրեց։ Գայանեի դեմքը բծերով ծածկվեց։ Սկզբում այն դարձավ մահացու գունատ, հետո լցվեց կարմիրով։ Կարենը քայլ արեց առաջ, նրա դեմքը խեղաթյուրվեց ծայրույթից։ Ինչ ես խոսում, մորաքույր, ընդհանրապես խելքդ գնացել է, արագ ստորագրիր, մինչև լավ խնդրում ենք։ Լավը չի լինի, պատասխանեցի ես հանելով խալաթի գրպանից հեռախոսը։ Հիմա միացրի ձայնագրությունը, եւ Մարինան արդեն մոտենում է։ Կարծես հրամանով դուռը կրկին զանգեց։ Կարենը շարժվեց դեպի ելքը, բայց ես հանգիստ ավելացրի. Բացիր, սա իմ ընկերուհի նոտարն է եւ նրա երկու եղբորորդիները։ Նրանք ամուր տղաներ են, ոստիկանությունում են ծառայում։ Եթե ուզում ես սկանդալ արձանագրությամբ, կարող ես փորձել ինձ կանգնեցնել։ Կարենը սառեց։ Այդ պահին խոհանոց մտավ Մարինան։ Նա տեսք ուներ վեհ եւ խիստ, իսկական արդարադատության ժայռ։ Նա լուր դրեց սեղանի վրա այն փաստաթղթերի տպագրված լուսանկարները, որոնք ես գտել էի Գայանեի ճամպրուկում։ Ինչ կասես, Գայանե, ասաց Մարինան նայելով իմ քրոջը ինչպես նյարդայնացնող միջատի։ Հանցագործություն, խարդախության մեջ առանձնապես խոշոր չափերով, կատարված խմբով նախնական համաձայնությամբ, գումարած անգործունակության զրկելու սպառնալիք առանց օրինական հիմքերի։
Ինչպես եք կարծում, քանի տարի կքաշի։ Գայանեն հանկարծ ընկավ աթոռի վրա։ Նրա ողջ անամոթությունը, ողջ այդ թունավոր հոգատարությունը գոլորշիացան, թողնելով հետո միայն խղճուկ վախեցած կնոջ։ Նա սկսեց բերանով օդ բռնել, փորձելով ինչ-որ բան ասել, բայց կոկորդից դուրս էր գալիս միայն անհասկանալի խրպոտություն։ Կապանը փակվեց այնպես բարձրաձայն, որ թվաց իմ տան պատերը դողացին այդ ձայնից։ Դիմակները ընկան, եւ հիմա չարագործները կանգնած էին իմ առջև իրենց իսկական տգեղ կերպարանքով։ Առաջինը հանձնվեց այդ նոտարի օգնականը։ Հենց որ Մարինան հիշատակեց քրեականորեն գիրքը եւ իր ոստիկանության մեջ ծառայող եղբորորդիներին, նրա դեմքը ձեռք բերեց հողային երանգ։ Նա չսպասեց շարունակությանը, վերցրեց իր թղթապանակը կեղծ բլանկներով եւ բառացիորեն դուրս վազեց բնակարանից, գրեթե հրելով դրան մոտ կանգնած Կարենին։ Լսվեց նրա կոշիկների տրոփյունը աստիճաններով, հետո ներքևում միջանցքի դուռը բախվեց։ Կարենը սկսեց վախեցած շուրջը նայել։ Նրա անամոթությունը ինչ-որտեղ գոլորշիացավ, տեղը զիջելով մանր վախկոտ տողին։ «Մամ, դու ասում էիր, որ ամեն ինչ կարգին է, դու ասում էիր ոչինչ չի հասկանա»։ Նա բռնեց իր բաճկոնը դիվանից, նույնիսկ չփորձելով կոճակը փակել։ Նրա հայացքում ոչ մի կաթիլ խղճահարություն չկար մոր հանդեպ, միայն կենթանական վախ սեփական կաշվի համար։ Շտապեց դեպի ելքը, բայց Մարինան խոչընդոտեց նրա ճանապարհը իր զանգվածային կերպարանքով։ «Ուր ես գնում, մենք դեռ չենք քննարկել քո նամակը հոգեբուժարանի մասին»։ «Դու հասկանում ես, որ սա չար մտադրության ուղիղ ապացույց է»։ Կարենը սկսեց ոռնալ, ինչպես ծեծված շունը։ «Սա ես չեմ, սա նա է ամեն ինչ օրինել։ Նա ասաց, որ խանգարում է ապրելուն, որ բնակարանը պետք է վաճառել։ Ես ընդհանրապես չեմ խառնվում»։ Այս խոսքերով նա հրեց Մարինային եւ դուրս վազեց միջանցք։ Գայանեն նայում էր որդու հետևից, եւ նրա աչքերում առաջին անգամ այս ամբողջ ժամանակահատվածում ես տեսա ոչ թե չարություն, այլ իսկական սև դատարկություն։ Այն մեկը, ում համար նա պատրաստ էր ոչնչացնել ինձ, դավաճանեց նրան, նույնիսկ չշրջվելով։ Նա մնաց մենակ իմ խոհանոցում, շրջապատված իր ամոթի լուսանկարներով։ Ինչ եղավ, ուր գնաց քո հոգատար տղան։ Հավանաբար վազեց տորթի հետևից, որ խոստացար ինձ։ Քույրս հանկարծ սկսեց սահել աթոռից հատակը։ Նա կրկին բռնեց սիրտը, բայց հիմա դա թվում էր խղճուկ եւ անհավատալի։ «Անուշ, Անուշիկ, սատանան շեղեց, ես հոմեր երկուսիս համար էի, մենք հո հարազատարյուն ենք, դու հիշում ես ինչպես ես մանկության ժամանակ»։ Հիշում եմ, Գայանե, ամեն ինչ հիշում եմ, եւ կոշիկները հիշում եմ, եւ ինչպես գիշերները քո անկողնու մոտ էի նստում։ Հենց դրա համար էլ ես հիմա ոստիկանություն չեմ կանչում։ Քեզ մնում է ճիշտ 1 ժամ, հավաքիր քո բեռնախցիկները, քո տուփերը, քո քսուկները եւ գնա։ Եթե 60 րոպե հետո դեռ այստեղ լինես, ես կստորագրեմ այն հայտարարությունը, որ Մարինան արդեն պատրաստել է։ Եվ հավատա ինձ, Սոճու անտառ դու կգնաս ոչ որպես տիրուհի, այլ փուլ առ փուլ։ Գայանեն փորձեց ինչ-որ բան առարկել, բայց հանդիպելով իմ հայացքին կտրեց։ Նրա աչքերում այլևս իշխանություն չկար իմ վրա։ Այդ անտեսաների օձիքը, որով նա ամբողջ կյանքս ինձ քաշում էր, պատռվեց։ Նա հասկացավ, որ ես այլևս այն տանողը չեմ, ում կարելի է ղեկավարել։ Այդ ժամը դարձավ իմ կյանքի ամենաաղմկոտը եւ միաժամանակ ամենամաքրողը։ Գայանեն շտապում էր բնակարանով, շտապով իր իրերը ճամպրուկների մեջ խցկելով։ Նա լաց էր լինում, ողբում, անիծում ինձ, հետո կրկին սկսում էր խնդրել ներում։ Ես լուռ կանգնած էի միջանցքում, մեջքս պատին հենած, եւ նայում էի, թե ինչպես է իմ տանից հեռանում ստի եւ դավաճանության վիրուսը։ Պարզվեց, որ Գայանեն իսկապես վաճառել է իր սենյակը հանրակացարանում, որդու պարտքերը փակելու համար, եւ հիմա նրան իսկապես տեղ չկար գնալու։ Բայց կրծքիս մեջ այլևս ոչինչ չէր ցավում։ Գիտեի, որ նրա մոտ կուտակումներ կան, այն, որոնք նա թաքցնում էր ինձանից, գանգատվելով անփողության մասին։ Թող գնա հյուրանոց, թող անկյուն վարձի։ Ինձ համար ամեն ինչ հավասար էր։ Իմ միսիան պաշտպանելու կրծերին ավարտվել էր։ Երբ վերջին ճամփրուկը դրվեց աստիճանավանդակում, Գայանեն շրջվեց։ Նրա դեմքը զրկված սովորական դիմակից, թվում էր մոխրագույն եւ ծերացած։ Մենակ կմեռնես այստեղ, քո 4 պատերի մեջ։ Ում ես պետք լինելու, երբ ոտքերդ հրաժարվեն։ Ավելի լավ է մենակ, քան նրանց հետ, ովքեր սպասում են իմ մահվանը, լրացուցիչ մետրի համար։ Հաջողություն, Գայանե։ Ես փակեցի դուռը եւ 3 անգամ պտտեցի բանալին։ Լսվեց սեղմոցը, որը դրեց հաստ կետ իմ երկարամյա կախվածության վրա։ Աստիճանավանդակից դեռ որոշ ժամանակ լսվում էին նրա ճիչերը եւ անեծքները, բայց հետո ամեն ինչ հանգավ։ Եկավ լռություն, իսկական, օրհնված լռություն իմ սեփական տանը։ Նույն օրվա երեկոն ինձ գտավ տարօրինակ զբաղմունքով։ Ես մեթոդիկորեն, սենյակ առ սենյակ, լվացի իմ բնակարանը։ Խոհանոցում լցրի այն կոնյակի մնացորդները լվացարանը։ Ինձ պետք չէին վահեի նվերները, որոնք այս երկուսը պղծել էին։ Ես շփում էի լինոլեումը, պահարանները, դռների բռնակները, փորձելով ոչնչացնել նույնիսկ քրոջս ներկայության հոտը։ Ձեռքերս գոռում էին հոգնածությունից, մեջքս ցավում էր,
բայց հոգում զարմանալի թեթևություն էր։ Այդ ծանրությունը, որ վերջին 3 շաբաթվա ընթացքում ճնշում էր ինձ, վերջապես հետ քաշվեց։ Վահեի գրասենյակում փոխեցի դիվանի սպիտակեղենը, վերադարձրի տեղը, գրքերը եւ լուսանկարները։ Իմ ննջասենյակը կրկին դարձավ իմը։ Դեն նետեցի նրա էժան քսուկները եւ լվացի ամբողջ սպիտակեղենը, որպեսզի օդում նույնիսկ նրա սուր օծանելիքի մոլեկուլ չմնա։ Ամենաուրախ պահը ֆիալկաների վերադարձն էր։ Ես դրանք բերեցի պատշգամբից։ Նրանք, որոնք գոյատևել էին, ագահորեն կլանում էին ջուրը։ Նրանց տերևները թվում էին ինձ փոքրիկ ափիքներ, որոնք շնորհակալ են փրկության համար։ Լսվեց հոսող ջրի հանգիստ ձայնը, եւ թվաց ինքը տունը թեթևացած հառաչեց։ Բայց ահա եւ ամեն ինչ, սիրելիներս, կրկին մենակ ենք։ Ես եփեցի ինձ թեյ, պարզ, սև, առանց հավաքածուի նրբությունների։ Նստեցի խոհանոցի պատուհանի մոտ, նայելով, թե ինչպես են հակառակ տներում վառվում լույսերը։ Պարզվեց, որ 72 տարեկանում մենակությունը ոչ թե դատապարտում է կամ վախ, այլ ազատություն է։ Ազատություն չարդարանելու, չհարմարվելու, չտանելու անամոթությունը ընտանիքի առասպելական խաղաղության համար։ Նախկինում մտածում էի, որ եթե մենակ մնամ, պատերը կճնշեն ինձ։ Վախենում էի, որ լռությունը չափազանց բարձր կլինի։ Բայց հիմա ես լսում էի այդ լռությունը եւ գտնում էի դրա մեջ խաղաղություն։ Մարինան երեկոյան եկավ։ Երկար նստեցինք, խոսեցինք կյանքի մասին։ Նա ասաց կարևոր բան. «Անուշ, դու ոչ թե քրոջդ ես դուրս շպրտել, դու ինքն ես դուրս եկել բանտից»։ Եվ նա ճիշտ էր։ Իհարկե առջևում դեռ դժվար օրեր կլինեն։ Պետք է փոխել փականները։ Հնարավոր է բացատրվել հեռավոր հարազատների հետ, որոնց Գայանեն արդեն հաստատ լցրել է սուտ իմ դաժանության մասին։ Բայց դա ամեն ինչ մանրուքներ են։ Գլխավորը ես վերադարձրի ինքս ինձ տան եւ կյանքիս տիրուհի լինելու իրավունքը։ Նայեցի ինձ ձեռքերին, այլևս չէին դողում։ Հիմա գիտեի կհաղթահարեմ։ Իմ մոտ կա թոշակ, կան մի քանի հավատարիմ ընկերներ եւ ամենակարևորը կա սեփական արժանապատվության զգացում, որը գրեթե կորցրել էի։ Այլևս ոչ մի հոգի չի անցնի այս շեմը, իմ պարանոցից նստելու մտադրությամբ։ Քթիս հարվածեց ֆիալկաների բարակ, հազիվ նկատելի բույրը։ Սենյակում տաք էր, հարմարավետ եւ հանգիստ։ Փակեցի աչքերս, երկար ժամանակ առաջին անգամ քնեցի ամուր, խոր քնով, առանց սոճու անտարի եւ կեղծ լիազորագրերի մասին մղձավանջների։ Կյանքը շարունակվում էր, եւ այն գեղեցիկ էր իր պարզ առօրյա ճշմարտությամբ։ Այդ հիշարժան օրից 1 շաբաթ հետո քաղաքային խոսակցությունները բերեցին ինձ առաջին լուրը իմ խեղճ քրոջս ճակատագրի մասին։ Մեր տարիքում ինչ-որ բան թաքցնելը գրեթե անհնար է։ Նորությունները տարածվում են ավելի արագ, քան բարդ ու փոշին։ Հունիսին ինձ զանգեց մեր հեռավոր հարազատը հարևան շրջանից, Վարսիկը, եւ ձայնը իջեցնելով մինչև դավադրական շշնջոց, սկսեց հարցնել արդյոք ճիշտ է, որ ես Գայանեին դուրս եմ շպրտել ցրտին առանց կոպեկի։ Մի լսիր նրան Վարս, Գայանեի մոտ փող կար եւ ոչ քիչ։ Պարզապես նա որոշեց, որ իմը ավելի պետք է իրեն։ Պարզվեց, որ քույրս փորձել է նույն հնարքը կիրառել մեր հանգուցյալ ամուսնու եղբորորդու մոտ։ Բայց այնտեղ բարերարուհու դիմակն ավելի արագ ընկավ։ Գայանեն չհաշվարկեց, որ ներկայիս երիտասարդությունը ոչ թե ես եմ։ Նրանք դաստիարակված չեն կեղծ պարտքի զգացումով եւ չեն պատրաստվում տանել անամոթությունը իրենց տանը, նույնիսկ հարազատարյան համար։ Նրան դուրս շպրտեցին 3 օր հետո, երբ նա փորձեց իրավունքներ պաշտպանել խոհանոցում եւ քննադատել երեխաների դաստիարակությունը։ Ամենադառը վրեժը նրան հասավ սեփական որդու կողմից։ Կարենը, այն հոգադար տղան, ում համար նա պատրաստ էր ինձ հանձնել բուժ հաստատություն, անհետացավ անհայտ ուղղությամբ, հենց որ հասկացավ, որ իմ բնակարանի վաճառքից հեշտ փող չի լինի։ Նա ոչ միայն դադարեց հեռախոսը վերցնել, այլև արգելափակեց մորը բոլոր մեսենջերներում։ Գայանեն մնաց քաղաքի ծայրամասում էժան հոսթելում, 8 մարդու սենյակում, որտեղ հարմարություններից միայն ընդհանուր լվացարանը սառը ջրով եւ ճռճռացող երկհարկանի մահճակալն էր։ Հիմա նա սեփական կաշվի վրա իմացավ, թե ինչ է արժանապատիվ ծերություն բնության հետ ներդաշնակության մեջ, որի մասին այդքան քաղցր էր երգում իր պլաններում իմ հաշվին։ Ինձ պատմեցին, որ նրան տեսել են կայարանի շենքի մոտ։ Նա նստած էր իր հսկայական խուրձերի վրա, միանգամից 10 տարով ծերացած, մազերը ցրված, հայացքը խելագար։ Նրա ողջ հպարտությունը, ողջ այդ կեղծ մեծությունը կոտրվեցին կոշտ իրականության առջև։ Նա սովոր էր մակաբուծել ուրիշի բարության վրա, իսկ երբ աղբյունը չորացավ, պարզվեց, որ առանց դրա նա ոչինչ չի ներկայացնում։ Նրա մետաքսես գեստները, որոնք այդքան հպարտորեն ցուցադրում էր իմ միջանցքում, հիմա թվում էին խղճուկ կտորներ գիշերակացի պատերի մեջ։
Կարենը ավելի մեծ դժվարությունների մեջ ընկավ։ Այն մարդիկ, ում նա մեծ գումարներ էր պարտք, արագ գտան նրան։ Ասում են ստիպված էր վաճառել իր հին մեքենան եւ աշխատանքի անցնել շինհրապարակում ամենածանր աշխատանքը, պարզապես բանտ չընկնելու համար։ Նրա երազանքները բիզնեսի մասին հարազատ մորաքրոջ ոսկորների վրա վերածվեցին կոշտ աշխատանքի եւ մշտական վախի։ Ես նայում էի իմ մաքուր հանգիստ խոհանոցին եւ զգում էի, թե ինչպես է արդարությունը, որի մասին այդքան շատ են գրում գրքերում, վերջապես հաղթանակ տարավ իմ փոքրիկ տիեզերքում։ Սա ուրախություն չէր ուրիշի ցավից, սա թեթևություն էր այն բանից, որ չարը վերջապես ստացավ իր արժանի պատիժը։ Այն խավարը, որ նրանք բերել էին իմ տուն, վերադարձավ նրանց հարյուրապատիկ չափով։ Սենյակում լույս էր, հոտ էր գալիս թարմ թխած հացի, իսկ պատուհանագոգին ծաղկել էր իմ ամենակմահաճ ֆիալկան։ Պայծառ սպիտակ, ինչպես նոր մաքուր էջի սկզբի խորհրդանիշ։ Այսօր անցել է ճիշտ 1 ամիս այն օրվանից, երբ ես կրկին դարձա իմ ճակատագրի լիիրավ տիրուհին։ Առավոտը իմ տանը հիմա սկսվում է լրությամբ, որը ես գնահատում եմ ոսկուց ավելի։ Խոհանոցի սեղանին միայն իմ բաժակն է եւ պարզ թխվածքի ամանը։ Ոչ ոք չի խփում պահարանների դռները, ոչ ոք չի գոռում ինձ վրա սխալ նախաճաշի համար եւ չի փորձում համոզել, որ ես խելքսը կորցրել եմ։ Որքան կարևոր է պարզապես լիարժեք շնչել սեփական տանը։ Այս ընթացքում ես հասցրի անել այն, ինչի մասին վաղուց էի երազում, բայց հյուրերի ներկայության պատճառով ուժ չունեի։ Փոխեցի փականները դնելով հուսալի պողպատեդուր, ոչ թե գողերից, այլ սեփական հանգստության համար։ Մարինան օգնեց ինձ ձևակերպել բոլոր փաստաթուղթերը այնպես, որ ոչ մի կենդանի հոգի չկարողանա հավակնել այս պատերին առանց իմ իմացության։ Հիմա գիտեմ, իմ տունը իսկապես իմ ամրոցն է։ Երեկոյան հաճախ նստում եմ Վահեի աթոռին եւ խոսում նրա լուսանկարի հետ։ Թվում է նա հավանում է իմ արարքը։ Նա միշտ ասում էր, որ բարությունը պետք է լինի բռունցքներով, հակառակ դեպքում այն պարզապես կկոտրեն նրանք, ում մոտ խղճի փոխարեն սառը հաշվարկ է։ Ես այլևս չեմ զգում ինձ տանող կամ հանգամանքների զոհ։ Ես զգում եմ ինձ կնոջ, ով 72 տարեկանում ստացավ կյանքի ամենագլխավոր դասը։ Ընտանիքը ոչ թե նրանք են, ովքեր կապված են քեզ արյունով, այլ նրանք, ովքեր պահպանում են քո հոգին։ Մի վախեցեք պաշտպանել ձեր սահմանները, նույնիսկ եթե դեմ եք լինում ամենամոտ մարդկանց։ Արյունը իրավունք չի տալիս անպատվության։ Իմ կյանքը հիմա լցված է պարզ, բայց շատ կարևոր ուրախություններով։ Կրկին գնում եմ այգի, կերակրում եմ բադերին, շփվում եմ հարևանուհիների հետ։ Սիրուշը, այն հարևանուհին, հաճախ գալիս է ինձ մոտ թեյ խմելու։ Մենք ժամերով նստում ենք խոսելով ծիլերի եւ նոր գրքերի մասին։ Եվ այդ խոսակցություններում ոչ մի կաթիլ թույն չկա, միայն տաք մարդկային մասնակցություն։ Հասկացա, որ շուրջը աշխարհը թշնամական չէ։ Թշնամական էին նրանք, ում ես ինքս հիմարությամբ եւ կեղծ պարտքի զգացումով էի ընդունել իմ կյանքը։ Գայանեն այլևս չի զանգում, հավանաբար հասկացել է, որ իր հմայքն այլևս չի գործում իմ վրա։ Չգիտեմ որտեղ է նա հիմա եւ ինչ կլինի հետո, եւ ազնվորեն ասած չեմ ուզում իմանալ։ Ես ներեցի նրան իմ ներսում, ոչ նրա համար, այլ իմ հանգստության համար, բայց ներելը չի նշանակում կրկին ընդունել։ Այս դուռը փակված է հավերժ։ Իսկ հիմա ուզում եմ ձեզ հարցնել, սիրելի դիտողներիս. եղել են ձեր կյանքում այդպիսի գայաններ, ովքեր ձեր բարությունը համարում էին թուլություն։ Գրեք մեկնաբանություններում հաջողվել է ձեզ դիմադրել, թե ձեր տանում եք ընտանիքում առասպելական խաղաղության համար։ Ես կարդում եմ ձեր յուրաքանչյուր խոսքը, եւ ինձ շատ կարեւոր է իմանալ, որ իմ պատմությունը կօգնի ձեզնից որևէ մեկին ուսերը ուղղել եւ ասել ոչ նրանց, ովքեր արժանի են դրան։ Որովհետեւ կյանքը մեկն է, եւ այն պետք է ապրել խաղաղության մեջ ինքդ քեզ հետ, ոչ թե ուրիշի անամոթությանը հաջողանալով։ Շնորհակալ եմ, որ լսեցիք իմ խոստովանությունը։ Պահպանեք ինքներդ ձեզ եւ ձեր տունը։